Մարտի 5-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանական կողմը նիստի սկզբում ներկայացրեց տնային կալանքում գտնվողների աշխատանքի և առողջական հաստատություններ այցելելու, տեղաշարժի սահմանափակումներին առնչվող խնդիրներ։ Դատական նիստի ընթացքում կտրուկ վատացավ բուժման կարիք ունեցող Վահագն Չախալյանի վիճակը, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։ Որպես ապացույց դատարանին ներկայացվեց տարբեր օրերի գաղտնալսված խոսակցություններ, որտեղ պայքարի անդամները խոսում են խաղաղ ակցիաների կազմակերպման մասին, ըստ պաշտպանի, դրանցում հակաօրինական որևէ տարր չկա։ Խուդոյանը շեշտեց, այդ խոսակցություններում նշվում է նաև, որ հարցը պետք է խորհրդարանում քաղաքական լուծում ստանա։ Պաշտպան Տաթևիկ Խուդոյանն էլ ուշադրություն հրավիրեց գաղտնալսված այն խոսակցությունների վրա, որոնք հերքում են Բագրատ Սրբազանին վերագրվող և քարոզչական նպատակներով գործածված հիմնական թեզերը։ Այո, հանրությանը մոլորության մեջ են գցել և շատ մարդիկ, նույնիսկ շատ խիստան դիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, ինչ-որ վրդովմունքով են խոսում, ինչպես է հնարավոր ահաբեկչություն գործել, ինչպես է հնարավոր ավտոբուս վառել եւ այլն, ու կամաց-կամաց կարողացանք այդ մարդկանց տեղ հասցնել, որ իրականում նման բան գոյություն չունի, ընդհանրապես ստի ու կեղծիքի արդյունք է։ Առանձին հատվածներ են, ինչ որ ամենաառանցքային քարոզչական թեզերն էին, դրա վերաբերյալ նյութեր մենք էլ հրապարակեցինք, բայց այն ինչ որ վերջին մի քանի նիստերին թվարկում ենք ներկայացնում ենք, դրանց հետազոտությունն էլ ցույց է տալու, որ իրականում խոսակցությունները ինչի մասին են եղել, իրականում ինչ է կազմակերպվել, որը առաջի օրվանից չենք թաքցրել, որ այո, մարդիկ ցանկացել են խաղաղ անհնազանդության ակցիաներ կատարել եւ ըստ էության ցանկացել են անել այն, ինչը ժամանակին մարդիկ կոչում էին ոչ բռնի թավշյա հեղափոխություն, ստացվում է Նիկոլ Փաշինյանը ուզում է քրեականացնի արգելի իր դեմ իր գործիքներով պայքարելու հնարավորությունը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարանին հետագայում միջնորդելու է հետազոտել նաև քննչական կոմիտեի յութուբյան ալիքում հրապարակված ձայնագրությունները, հիմնավորելու կեղծ տեղեկություններ տարածելու, այդ թվում Հայաստանի սահմաններից դուրս պայքարի անդամներին վարկաբեկելու նպատակը։ Փաստաբանը նաև հիշեցրեց, որ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեները զրպարտության մասին իր հաղորդմանը ընթացք չեն տվել։ Տեսնում եմ, որ այս ամեն ինչը միասնական համակարգի դրսևորումներ են, որովհետև ակնհայտ է, որ պետք է հարուցեն եւ անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս այն դեպքերից չսա իմ կյանքում ներկայացրած ամենահիմնավոր հաղորդումն ա եղել հանցագործության մասին, որտեղ կա հստակ փաստեր, պրիմիտիվ թվաբանական հավասարում է, կա ձայնագրություն, կա տեքստ, երկուսը իրար չեն համապատասխանում, ինչ որ մարդ դա խեղաթյուրել է։ Այդ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց քանի որ սա իրենց ամենակարևոր քարոզչական գործիքներ, հիմա չեն ուզում իրենց կեղտոտածը մաքրել եւ փորձելու են ձգել ինչքան կարող են։ Պայքարի անդամ Իգոր Սարգսյանը դատարանին ասաց, որ գիտեին իրենց գաղտնալսելու և հետապնդելու մասին ու հանրային մեղադրողներին առաջարկեց գործի տասնյակ հատորներին ու 30 օրվա գաղտնալսումների տվյալներին ավելացնել նաև իրենց 1 տարվա զրույցները։ Այդ դեպքում հանրությանը ավելի պարզ կդառնա, որ սրբազան պայքարի անդամների միակ մտահոգությունը երկրին սպառնացող վտանգներն են եղել։ Անհնազանդության ակցիաներ իրականացնելու պրոցես է գնացել։ Եվ ավելացնեմ նաև, որ սենց կարմիր թելով գնում է, որ ինչքան հնարավոր է խոչընդոտել, որպեսզի մեր սահմանները, մեր երկրի տարածքները չթողենք այսպես սահմանազատումներով, բաներով տան թուրքերին։ Բագրատ Սրբազանը դատավոր Կարեն Ֆարխոյանին առաջարկեց առավել ուշադրություն դարձնել գաղտնալսված այն տեքստերի վրա, որտեղ կա հետևյալ արձանագրումը՝ չի լսվում։ Իսկ ինչը չի լսվում եւ ինչու չի լսվում, սրա հարցը որովը մեկը տվել է, մեղադրողները, քննիչները գնացել են դրա հետևից, որ ինչու չի լսվում, այս մարդկանց չլսվելու վրա ինչու եք բռնել բանտերում պահել։ Ինչու եք կաշկանդել այս մարդկանց։ Չլսված տեղեկության վրա ինչպես կարող եք մարդկանց կաշկանդել, ես չեմ հասկանում դա։ Որևէ բանական մարդ չի հասկանա սա։ Չի կարող լինել այդպիսի բան, չկա գրված նման երևույթ։ Այո, ես խոսքեր ասել եմ, պատասխանատու եմ բոլոր ասածներիս համար, բառ առ բառ, տառ առ տառ, առանց ձայնագրությանը կարող եմ վերհիշել ու ասել ինչ եմ ասել։ Այո, ասել եմ, եւ ճիշտ եմ արել, որ ասել եմ։ Դա իմ համոզմունքն ու սկզբունքն է եղել, որովհետեւ այո, հավատում եմ,
եւ դարձյալ հավատում եմ, որ այս երկիրը, մեր պետությունը, իմ սիրելի աշխարհը ազատագրության կարիք ունի։ Սրբազան պայքարի գործով հաջորդ նիստը նշանակված է մարտի 26-ին ժամը 15:30-ին։